բանակի հրետանային առանցքային միջոցը այն ահագի մարդկա հաստատ գիտի, եղել է D30 հրանոթը, D30 հրանոթը, մեր հրետանու առանցքային միջոցը։ Հրետանին էլ ասվել է, որ պատերազմի աստվածն է, այսինքն այդ պատերազմի աստվածության աստվածների աստվածը մեր բանակի համար եղել է D30 հրանոթը։ Ես մի հատ հարց տամ ու ինքս էլ պատասխանեմ։ Առաջին անգամ երբ է Հայաստանի բանակը D30 գործարանային արտադրության, այսինքն զավացկոյ վիճակի D30 հրանոթ ստացել։ Գիտեք երբ առաջի անգամ եղել։ 2023 թվին։ 2023 թվին է առաջի անգամ եղել, որ D30 հրանոթ Հայաստանի համար արտադրվել է ու գործարանից մատակարարվել է Հայաստանի Հանրապետությանը։ Դրանից առաջ, երբ որ Սերժ Սարգսյանը 2016 թվին ասում էր 80-ականների զենքեր, ինքը գլուխ է գողացել, ժողովուրդ ջան։ Այդ զենքերը 80-ականների չեն եղել, զենքեր եղել են 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Այդ զենքերը նախկինում այդ D30-ները եւ հրետանին, որ մենք ունեցել ենք, բոլորը եղել է ըստ էության, այդ դրան ասում են նի կոնդիցիոննի, այսինքն ըստ էության համարյա ոչ պիտանելի վիճակում եւ այսպիսի բանակ են իրանք ժառանգել մեզ, ձեզ, ինձ։ Եվ երբ որ մենք խոսում ենք Սեյրան ու Հանյանի կանսերվի կոկոշների մասին նկատի ունենալով այդ բաներում դիրքերում կախած կանսերվի կոկոշները, ես իրականում կանսերվի կոկոշներ ասելով նկատի ունեմ մեր սպառազինության 70%-ը եղել է 21-րդ դարում կանսերվի կոկոշի կարգավիճակում, որովհետև դա 21-րդ դարի համար արդեն իսկ կանսերվի կոկոշ էր։ Եվ վաղը դուք գիտեք, որտեղի է ունենալու զորահանդես։ Մենք նոր D30 հրանոթները, որոնք առաջի զավացկոյ, պարզա չէ ինչ եմ ասում, որ առաջի օգտագործողը մենք ենք, մեզնից առաջ ոչ մեկ չի կրակել։ Տենց հրանոթ մենք առաջի անգամ ունեցել ենք 2023 թվին D30-ի մասինը։ Բայց մենք վաղը ձեզ ցույց ենք տալու D30 նոր զավացկոյ հրանոթները, բայց մենք ձեզ ուրիշ հրետանի ենք ցույց տալու։ Դուք մենակ այդ հրետանիների չափերը կհամեմատեք, չափերը ուրիշ բան չեմ ասում։ Եվ կտեսնեք, թե ինչի մասին էր խոսք 2020 եւ 2021 թվին։ Իսկ վաղը մենք ձեզ ցույց ենք տալու գեր ժամանակակից ռազմական տեխնիկա, որ ձեռք է բերվել 2022 թվականից հետո։